Հիշեցնեմ, որ ես զրուցում եմ հիմնադիր զավակներ նախաձեռնության համահիմնադիր հանրային գործիչ Հայկ Մանասյանի հետ, պարոն Մանասյան, կանգ առանք ինքնիշխան լինելու, ինքնագլուխ լինելու, որ ինչ ենք առաջարկում, բա ինչ պետք է անենք, ասենք ինչ անենք, ինչ լուծում կա։ Լուծումները սենց է, որ առաջին պետք է քննարկենք մի քանի կարևոր բան, որոնք առանց քննարկելու ուզում ես քննարկի, ուզում ես Արցախ քննարկի, առաջին ինքնագլխության ազատությունն ես քննարկում, ոտքից գլուխ ազատությունը պիտի վերթես, եթե Հայաստանում մեկը կա, որ ինտելեկտուալ է իրան ներկայացնում, ինքը պետք է նախ իր պատկերացումներն ունենա ազատության մասին, իր կոնցեպցիան ունենա, ինքը պետք է ունենա այն ուսմունքը, որին ինքը հավատում վստահում է եւ ներկայացնում է, դավանում է, ազատության, որ ասեն ինչ կրոնի ես, ոչ թե ասի իսլամա, թե բան, քրիստոնյա կամ, չգիտեմ, բուդդիստա, ինքը պետք է ասի իր ազատության դավանանքը որն է։ Երկրորդը պատասխանատվության հարցն է, որը առաջին հայացքից թվում է անմիջապես ազատության հետ կապված, բայց առանձին մեծ բլոկ է իրանից ներկայացնում։ Պատասխանատվությունը ոնց ենք պատկերացնում, ոնց ենք բաշխում։ Երկրում մեկն է պատասխանատու երկրի վիճակի համար, թե 3 միլիոն պատասխանատու կա, այս պետք է հասկանանք։ Ռեգիոնը իր վիճակի, դու քո մուտքի համար, շքամուտքի համար, պատժեզդի, ձեր բակի համար, դու ես պատասխանատու, թե ինչ որ ղեկավար։ Թե քեզնից բացի բոլորը։ Չէ, ով լինի։ Հա, այդ է մոտեցումը, ինձնից բացի ով լինի։ Բայց չէ, արի կոնկրետ։ Ասում եմ մեր փողոցը հիմա մեր փողոցը քանդած է։ Հիմա Հայկ, մեր փողոցը որ քանդած է, դա մեր Չարենցի փողոցի վեդիում, մեր Չարենցի փողոցի ժողովուրդն է դրա համար պատասխանատու, թե մեր քաղաքապետարանը։ Կարող ենք ենք պատասխանատու, այ Թեկուզ հենց այն բանի համար որ քաղաքապետարանի գլուխը չենք ջարդել, որ մեր փողոցը ասֆալտա պատի։ Կամ մենք պատասխանատու ենք։ Ինչ կապ ունի ենթանենք Գյումրեցին այն խնդրի հետ, որ Հայկ էս փողոցը ասֆալտա պատած չի։ Ինչ կապ ունի։ Հայկ ջան, քո փողոցը գնա քո հարցերը լուծի։ Ամեն մեկը կարող է փողոցի հարցերը լուծի։ Հələ դες երկրի մասշտաբով ինչ տեղաշարժ ունեցանք։ Բայց սա պետքա որոշենք պատասխանատվությունը ոնց ենք մենք բաշխում։ Մեծը մեծ պատասխանատվություն պիտի կրի ըստ ինձ, փոքրը փոքր։ Բժիշկն ու հիվանդը, որ իրար հետ աշխատում են, երկուստ էլ պատասխան են տալի այդ գործի համար։ Նա ասում է ինչ ուղղությամբ պիտի գնալ, նա էլ հետևողական պետք է այդ ուղղությունը պահի։ Ու պիտի ներկայացնի ընթացքում եղած տեղաշարժեր։ Այո, որ արդյունք լինի։ Որ արդյունք լինի։ Եթե մեկի վրա է պատասխանատվությունը կամ միայն այն մյուսի վրա, դա արդյունք չի լինի։ Այդ նույն պատասխանատվության կոնտեքստում երկրի ղեկավարը պատասխանատու է լիքը հարցերի համար կամ ղեկավարությունը։ Հիմա հարց։ Ես մենակ որ նստես արտաքին Հայաստանին վերաբերվող մամուլը արտաքին տեղաշարժերի ուկրաինական պատերազմ, Ամերիկա, Ռուսաստան, Չինաստան, այս ամենը մենակ օրվա լրահոսը որպեսի ուզենաս ամբողջ ես քեզ կյանքին պետությանը վերաբերվող լսես չես հասցնի։ Լսես չես հասցնի, մենակ լսես։ Հիմա ասեմ լսի երկրում դրա համար պատասխանատու է երկրի ղեկավարը արտաքին հարաբերություններ։ Իր արտգործ նախարարով, որը այդ գծով իրան այսպես էքսպերտ է կամ օգնական է կամ չգիտեմ։ Ինչ որ հարցերի նաև պատասխանատու է։ Հիմա այս երկուսով այ մարդ կարում են այս ամբողջ ինֆորմացիան ամեն օր յուրացնեն, վերլուծեն, հələ ինչքան էլ գաղտնի բաժին կա դրան, որ մենք չգիտենք։ Վերլուծեն, ռազմավարական լուծումներ գտնեն։ Հետո մնացեն, ասենք, կախիչը դպրոցում նորմալ է ձգած պատին, թե չէ։ Լուրջ եք ասում։ Կարող անգր քո պատասխանատվության ծավալը պատալուկ է նրան հերիքի։ Հազիվ, դուք հազիվ, 5 հոգով, 20 հոգով, 30 հոգով, այդ վերլուծական, որտեղ այնտեղ այդ օգնական ջահել ջուլներ դրանք չեն կարող այդ լուրջ անալիզը անել։ Ինչ կենտրոններ են քո համար վերլուծություն անում։ Ինչ կենտրոններ են քո ստրատեգիան ներկայացնում, ու այդ կենտրոնները կարող է քո մրցակիցների կամ այլ խաղացողների շահերն են սպասարկում, երբ որ քեզ ինչ որ խորհուրդներ են տալի, իբրև թե դա լավ է քո պետության համար։ Այս պատասխանատվության բաշխման հարցը պետք է որոշենք ոնց ենք անում։ Այլ մի հատ կոմպետենտության հարցը, էքսպերտիզայի հարցը։ Ոնց ենք որոշում, կոմպետենտությանը վստահում ենք, թե սա ամեն մեկս, այսինքն ուրիշ ձև ասեմ, աշխատանքի բաժանման հարցը։ Թե ամեն մեկս համ զինվոր ենք, համ դիվանագետ ենք, համ ենք, թե այնուամենայնիվ նեղ ուղղություններ կան, ու այդ ուղղությունների պատասխանատուները կամ էքսպերտներն էլ հանդես են գալի, իրանց ուղղությունը ամբողջ ծայրից ծայր ներկայացնում են։ Ու կրում են այդ ուղղության, մենք էլ լսում ենք այդ ուղղությունը, ուղղակի ասում ենք, այս մարդն ասել է, ուրեմն ասել է։ Օրինակ, այս ոնց ենք անում։
աշխատանքի բաժանում վերջին հաշվով անում, թե չէ։ Թե չես։ Հիմա գալի արդարության հարց ենք ուզում։ Դու միշտ հարցերը չորոշես, դու ոնց գիտես քո մոտ արդարը որն է։ Ասենք օրինակ միջոցների հայթայթման եւ բաշխման հարցը։ Էլի առանձին շատ կարևոր հարց է, հատկապես այս առողջության ապահովագրության կոնտեքստում, որ հիմա գնացել չգիտեմ, տերտերով են մարդիկ զբաղված։ Իրանց թվում է տերտերն է խնդիրը, օրինակ, կամ երաբլուրում ծաղիկ դրին թե չդրին։ Ասենք որ դրին ինչ։ Դրանով ինչ է, հերոսություն արին, կամ որ չդրին դրանով ինչ։ Ազգի դավաճանություն արին։ Հələ եկեք մենք հասկանանք կոնկրետ հարց։ 200,000-ից ավել ստացողներին ասма փողը հավաքվում է, ձեզանից ամեն ամիս 10-11,000 դրամ, ամեն ամիս հավաքելու ենք։ Էհե, հասկացաք, ու սենց ինչքան։ Այս ճիշտ ձև է, մենք համաձայնում ենք սենց ենք միջոցները ուրեմն հայթայթելու եւ բաշխելու։ Միշտ ինչ որ սահմանափակ խումբ, որը աշխատում է 200,000-ից կամ 400,000-ից վերև, պետք է իր աշխատածը տա, որ ինչ որ մի հատ առանձին խումբ, որը կամ թաքցնում է իր եկամուտները, կամ չի աշխատում, կամ աշխատում է դրսում եւ չի գրանցվում այդ աշխատածը, այդ խումբ պետք է այս ամբողջը բաշխվի նրանց միջև։ Այս ճիշտ է, մենք այս հարցը, ահռելի մեծ հարց է։ Առանց այս հարցի պարզաբանման պետություն չի լինում։ Առանց այս հարցի պարզաբանման գոնե որոշակի պատասխանատուների որոշում կայացնողների շրջանակում այս հարցը պարզաբանվում է։ Հիմա որն է ճիշտ։ Թե ընկեր ջան, դու 200,000-ից ավել ես ստանում, դու կվճարես 11,000 դրամ, դու 200,000-ից ցածր ես ստանում, դու կվճարես 8,000 դրամ։ Իսկ դու թոշակառու ես, դու կվճարես 3,000 դրամ ամսական։ Բայց դեղի փող չունեմ, բայց այն չունեմ, ձեր խնդիրն է։ Որպեսզի ես գնամ միլիոն ստացողից, ասեմ գիտես ինչ կա, 100,000 տուր, ու կարանամ նրա աչքերի մեջ նայեմ, ես պետք է ասեմ գիտես ինչ կա։ Այն տատին իր 40,000 թոշակից 3,000-ը տվել է։ Եվ խնդրում եմ դու քո միլիոնից 100,000-ը տուր։ Այս հարցերը մինչև չես լուծում, դու չգիտես էլ արդարություն ասածը որն է։ Այսինքն, եթե մի ձև որոշել ես, այդ կարգը արդարն է, այդ կարգից շեղվածը անարդարն է։ Սենց ընդհանուր կոպիտ եմ ասում, չէ, արդարության փիլիսոփայությունը ավելի խոր ու ավելի կենսաբանական է նույնիսկ։ Որտեղ պրիմատների մեջ, շիմպանզիների միջև արդարություն, անարդարություն հասկացություն կա։ Հիմա եթե արդարությունը չես որոշի, արդարադատությունը ոնց ես անում դու։ Քո արդարադատությունը ինչի վրա է հիմնված, այ։ Ովքեր են իրականացնում։ Քո մոտ ճիշտն ու սխալը ոնց է որոշվում, ովքեր են իրականացնում։ Բաներ կտեսնեք, ես այդ մեկ-մեկ նայում եմ Ամերիկայի դատերից, որ օրենքով ինչ որ բան է։ Օրենքով այս մարդուն պատիժ է հասնում, այս ինչ արարքի համար։ Դատավորն ասում է, բայց այս մարդը այլ ձև չել կարա վարվեր։ Ստիպված է, հա օրենքի խախտում է։ Բայց ստիպված է, չէր կարող իր ձև աներ։ Ասում է արդար է գնա։ Երբեմն տուգանք կա, տուգանքը դնում է այն մյուս կողմի վրա, ասում է ճիշտ է, այս մարդը խախտում է, բայց օրինակ հաց է գողած։ Դեղ է գողած։ Հա ասում է, բա ինչ աներ։ Իր սիրելի համար դեղ է գողած, թողեր մեռներ։ Հա։ Ու դա ճիշտ է, դատավորն է ասում, դու հասկանում եք, սա իշխանություն է։ Ու կարա մեկ ընդի զանգի ասես ոնց է սենց որոշե, կամ գոլեգան ասի, այ մարդ շառա գործ չունես բան։ Իշխանություն է, դատական իշխանություն, բերնով ես ասում։ Ասում է ճիշտ է, դու օրենք ես խախտել։ Միտեց դատել կար, ասում է դատավորն ասում է ես եմ մեղավոր։ Որպես հանրության ներկայացուցիչ ես եմ մեղավոր, որ դու սենց հարցի առաջ ես կանգնել։ Հասկանում եք ոնց է աշխատում։ Հիմա ու սա իդեալականացված բաներ չի։ Խոսք եմ տալի, այս գալան գեդան վիճակը, որ ցենց շարունակում եք ժողովուրդ ջան, հենց այս արդյունքներն է տալու ավելի բետար։ Վաղը կենսապայմանները կլավանան։ Իրոք ավելի լավ եք ապրելու։ Բայց այդ ավելի լավ ապրուստը ոչ մի երաշխիք, ոչ մի լուրջ հետաքրքրություն։ Ինչքան լավ բան կա, այսօր մեր կյանքում շատ լավ բան կա, մեր մշակույթի, մեր ավանդույթի, մեր այդ լավ բաները կորցնելու ենք։ Առանձնակի լավներ չեն գտնելու։ Այս շիպես առավոտից իրիկուն աշխատելու եք, մի կոպեկ ավել պակաս աշների տերևալու է, մի վարկյան ազատ կամ քիչ աշների տերևալու է, արևմուտքի ձեր բարազատներին զանգեք, ձեզ կասեն ոնց են ապրում։ Ես ուրեմն ուսանող շատ խոսացի, չէ՞, մի հատ էլ օրինակ բերեմ, ուրեմն ուզում եի գնալ Միացյալ Նահանգներ, մտածում էին մասին պարապել եւ Միացյալ Նահանգներում կրթություն շարունակելու մասին։
հորս այս հարցով դիմեցի, մի երկու անգամ եմ նման հարցով հորս դիմել, հիմնականում ուսանողական տարիներին եւ նոր ավարտած ժամանակ։ Ասում եմ, այսպես անեմ, ասած քանի ժամ ես աշխատելու, ինչ ես անելու, ընդեղ։ Ասի, այսպես։ Ինչքան ես աշխատելու, որպեսզի հասնես այդ քննությունները հանձնելու եւ մի խոսք, ու ներկայացրեցի, որ այսքան։ Ասած հիմա հարցից պատասխանի։ Այստեղ արդյունքի հասնելու համար, եթե դու ճիշտ այդքան ներդրում անես, ջանք դնես, ինչի կհասնես։ Ասի, ինչի ուզեմ։ Ասես դե ուրեմն գնա ու հասի։ Դե ուրեմն գնա ու այդ ջանքը դիր, ընկեր։ Դիր քո երկրում։ Դիր այնտեղ որտեղ գտնվում ես։ Ճիշտ է, հետաքրքրություն կա, այնտեղ ինչ որ ինտրիգա կա, ինչ որ լավատեսություն կա։ Բայց եթե դու պատրաստ ես այդ ծավալի աշխատանք անել, աշխարհի որևիցե կետում, հլարիգից տեղ արա, էլի։ Կարող է ստացվի։ Ասելիքս ո՞րն է, ժողովուրդ, մենք ստեղ համարյա բան չենք անում, ապրում ենք։ Հələ սեփական տունը, որ այսօր գյուղերում այդպես լքված են, 2-3 հարգանոց, 2-3 հարգանոց տներ Քյավառում, Մարտունիում, հələ գնացեք մի հատ տեսեք ինչ տներ են սարքել մարդիկ, ու տեսեք քանի հոգի անդե մնում։ Ու ինչքան են եկել ջահելությունը Երևանում իրեն ինչ որ ձև ռեալիզացրել։ Վաղ է այդ ամեն ինչը մեր համար։ Հերավոր երանություն է լինելու։ Եկեք Քելքներից գլուխներս հավաքեք, այս հարցերը ճշտենք ու էլի հարցեր կան, որոնք հիմա ես ուղղակի չեմ։ Այս հարցերը ճշտենք, տենանք ոնց ենք ապրում, ոնց ենք անում, այդ ստանդարտը այսպես ասած մենք մեր համար որոշենք ու ես ինձ համար որոշել եմ, բայց շատերը կարող դրա հետ համաձայն չլինեն։ Օրինակ ես իմ համար որոշել եմ 1000 դրամ ստացողն էլ պիտի մի կոպեկ տա, որ ես կարողանամ միլիոն ստացողից շատ ուզեմ։ Եթե 1000 դրամ ստացողին ասում ես ապրի մուֆտջու երանելի կյանքով, բոլորը պարտավոր են քեզ, դու հենց խեղճության հիմքով արդեն արտոնյալ ես, չէ ընկեր, դու խեղճության հիմքով խեղճ ես, հանգարց չմոռանաս, ու եթե ուզում ես խեղճ չլնես, այսքան ունես, դրա 5%-ը տուր, ու դու էլ խեղճ չես, այ դու իսկականից մասնակցում ես քո կարողության չափով, թեև կարող է դա բան չփոխի, այդ մեծ բյուջեում, այդ մեծ ֆոնդում, օրինակ ապահովագրության, բայց դա փոխում է երկրում, մարդիկ ամեն մեկը իր կարեցածի չափով ներդրում է ունենում, մարդիկ միասին են աշխատում, երգիր են սարքում, ոչ թե եւ սրտացավությունն ընդհանուր է լինում։ Եվ դա էլ կարա ասի, գիտես ինչ կա, ես իրավունք ունեմ, ինչու որ ես ներդրում եմ, ասում եմ ինչ ես արել, որ ինչքան կարացա այդքան էլ արել եմ, դա արդեն ուրիշ հարց է, բայց ես արել եմ։ Այ, դա կլինի, այս պետք է սկսենք, այս պետք է խոսանք։ Ոչ թե, տերը գնաց ծաղիկ դրես, թե չգնաց ծաղիկ։